Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, ինչպես ամեն ուրբաթ, այսօր եւս մենք խոսելու ենք միայն եւ բացառապես մշակույթի, արվեստի մասին, եւ այսօր իմ զրուցակիցն է, ըստ էության կարելի է նրան նաեւ չներկայացնել, բայց երգիչ, երգահան Անդրանիկ Սարգսակ Մանուկյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, Լևոն ջան։ Սարգսակ, տեսեք, ես ինչպես նշեցի, մենք ամեն ուրբաթ տարբեր բնագավառի, այսպես ասեմ, մարդկանց հետ, գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, խոսում ենք մշակույթից։ Այսօր երևի մի քիչ խոսենք երգարվեստից, ինչու, որովհետև երգարվեստը մեր կենցաղի անբաժանելի մասերից մեկն է։ Մեր ինքնությունը ձևավորող մասերից մեկն է, բայց ցավոք սրտի, այսպես մի քիչ մռայլ նոտայով կփորձեմ հետո հույս ունեմ կանցնի այդ մռայլությունը։ Տեսեք, վերջին 30-35 տարվա ընթացքում գոնե այն պահից սկսած էր Հայաստանը անկախացավ, հա։ Ես ճիշտ այն ժամանակ երիտասարդ էի, նախկին երաժիշտ եմ։ Հույս ունեի, որ մենք գնանք ինչ-որ մաքրման ճանապարհով, այսինքն մենք կվերադառնանք մեր ակունքներին, մենք հստակ կիմանանք, որն է, այս մերն է, այս մերը չի, ես չեմ ասում մյուսներին է լավը չի, բայց այս մերն է, այս մերը չի։ Սկսվեց լրիվ ուրիշ գործընթաց, երբ ամենայն հարգանքով թուրքականի, քրդականի եւ մնացած բոլոր մշակութային պլաստերի նկատմամբ դրանք սկսեցին մատուցվել որպես մեր այդ վատ 6-8-ը վատը լավն էլ է լինում վատ 6-8-ը դարձավ այ մեր ինքնությունը որոշող էլեմենտներից, հա, տարերից մեկը։ Ինչու է այդպես եղավ ասես։ Ասեմ, անկեղծ ասած, ժամանակին դե եթե ասեցի քուրդ, եզդի, չգիտեմ, իտալացի, գերմանացի, իսկ հիմնականում տարոն աշխարհի ժողովրդում հետ որ առնչվել է կամ ապրում է, բնական բան է, կենցաղային բաներ կա, որ մեկը մյուսից փոխ են առնում, հա, այդ բնական բան է։ Բայց ցավալին նա է, որ մեր մոտ կա մի հատ հետարքիր ես, մենք ավելի շատ ուրիշին ենք ընդօրինակում, ուրիշին ենք սիրում, քան թե ինքներս մեզ։ Մենք ուրիշին կարող ենք լսենք, ենթարկվենք, ծառայենք, բայց ցավոք սրտի մենք ինքներս մեզ չէ։ Այս ամենառաջին, ոնց ասեմ, հիվանդությունն է մեր մոտ հատկապես մասնագետների լուրջ մասնագետը իրեն թույլ չի տալիս սենց։ Ասենք վերաբերվի լուրջ մասնագետները իրենք պետք է իրականից աշխատեն ու աշխատացնեն մաքրեմաքուր, հա, ճիշտ է։ Կիրթ լինելը շատ լավ է եւ իրականն է, բայց ցավում եմ այդ 6-8-ային հետ կապված պարային բանը որ կա, ասեմ, ուրեմն մենք հայերս ունենք հետարքիր 6-8-այնի չափ։ Երբ որ իր չափը անց ես կացնում, արդեն դառնում է թռնոկի, հա, թռնոկի քեֆ ու այդ քեֆից հետո էլ մի քանի կարելի ասել բաժակ խմելուց կամ կինո մնալուց հետո դառնում են քեֆչի։ Հիմա այդ 6-8-այն խնդիրը, ես չգիտեմ մյուս ազգերին կարելի ասել տեսել եմ, տեսնում եմ, բան, մեր մոտ կա ձեռնապար ենք ասում։ Ձեռնապարը նշանակում է խոնարհություն։ Նու չափն էլ է դա խոնարհության նշանն է, ասինքն որը չափը պետքա չանցկացնես։ Հոգևոր դաշտում ասում են հոգևորին կարգիտ մեջ մնա, իսկ ժողովրդականին չափը ճանաչի։ Ձեռնապարը որ ապարում են այդ չափը եւ ամոթ խացություն էր որ մեր մայրերը, քույրերը, աղջիկները պետք է ձեռնապար ապարեին գլխից ոչ վերև։ Գլխից ոչ վերև, ոչ լայն։ Ոչ լայն, հավաք վիճակ, կոկիկ վիճակ, հասկանում եք։ Իմաստը դա է դրա համար կոչվում է 6-8 չափը, որը պետքա պահես այդ չափը։ Իսկ հիմա շատ ժամանակներում ասեմ, որ դրան էլ անդրադառնամ, ինչի դարձանք սա ավելի շատ աշխարհը բացվեց բան, այն իրականից մշակույթ, հա, մշակ հասկացողությունը այսօր որ ասում են բիզնեսը, հա, այդ բայց ավետարան ասում է քրտինքովդ
աշխատիր այդ վաստակը ունեցի այդ բիզնես միջազգային բար հասկացողությունը ոչ թե ապականի քո մշակույթը քո կենցաղը այլ դու այդ պահի պապանի որտեվ ինքը ավելի թանկ է ինքը զտարյուն է ինքը մաքուր է ինքը բժշկություն է իսկ երբ որ իրան կամաց այս ճանապարհ այդ 6-8-ը սկսում ես արագացնել կորումա չէ ձերքի արդեն խոնարհությունը այդ ձերքի իմաստը մեկ է տեսնում ես գնում է մեկի գլխին օրինակի համար, հա, ոնց որ հիմա մենք անհանգստացնում ենք, ընկել է մեր գլխին ու մենք ուզում ենք հասկանանք ինչի գցենք մեր գլխին։ Մենք մեր գլխից ներքև խոնար պարենք ցույց տանք։ Ու ամեն մեկ աշխատեց, քանի որ այսքան լուսավորված չէր բան դաշտը, որտեղից ով ինչ լսել էր, ու այդ տարբերակին սկսում են այդ հնչյունները հնչեցնեն, հետո այն խեղճ ու կրակ Էդ էլ ձեզ ասեմ, որ կան իրոք ստեղծված երգեր, հա, որոնք խաղ երգեր են, այդ խաղ երգերի իմաստն ու ձևն էլ կորցրեցին, դրան էլ գումարած են խեղճ ու կրակ բաներ կա, հայրենասեր անձնավորություններ կան, եղել են կան, մնում են, որոնք նվիրված գնացել են իրենք զոհաբերել են այն խեղճ ու կրակ Կանդրանիկ, Երգևոր Չաուշեր, չգիտեմ նեջ դեր, ում անունը տամ էլի, հիմիկվա Մոնթեր, Թաթուլ Կրպեյաներ, շատ կան, այդ մարդիկ ոնց որ կրակն են ընկես, ոնց որ ասած, անկապ մշակույթի գործիչների հետ մեկտեղ էլի, մարդիկ նվիրվել են, զոհ են դարձրել, զոհաբերել են, հանուն ինչի, հանին ազնվության, հանուն մաքրեմաքուր կյանքի, հանուն հայ էթնիկ ընտանիքի կենցաղին, հա, ես դուք ինչ եք անում, ձեր հոր ասում եմ, ես չեմ ասում ներողություն, մի մշակույթով զբաղվեք, ասենք մի վաստակ ունեցեք, չէ, ամեն ինչին որ ասում եմ հասեք, բայց դրան գումարած, հա, չափները ճանաչեք, որտեղ չի կարելի բաներ կա, որտեղ այսօր եթե եկել արդեն նայում ենք արդեն իրականից պետություն, պետականության, ասենք որակին կամ մակարդակին, արդեն աշխարհի հետ մենք, հա, բաց աշխարհի հետ մենք ասելիք ունենք, անելիք ունենք, ու ավելի զգուշ պետք է լինենք։ Միջանկյալ հարց, քանի որ հիշատակեցիք մոտավոր։ Տեսեք, այդ վեճը անընդհատ գնում է։ Պետությունը պիտի միջամտի մշակույթի գործին, թե իրավունք չունի, թե ուղղակի պիտի փող տա, քաշվի մի կողմ, նայ ինչա լինում այդ փողի հետ, ինչ որ բան լինելու է մեկը այդ փողի հետ։ Հիմա ասես որ տարբերակ պիտի լինի, որովհետև նեք իմ նախորդ հյուրը ասում էր, որ երբ պետությունը սկսում է խառնվել մշակույթի արվեստի գործերին, դրանց լավ բան դուրս չի գալիս, որովհետև ըստ էության այդտեղից մշակութային դիկտատի հոտ է գալիս։ Ձեր կարծիքով որ տարբերակը պիտի։ Իմ կարծիքով նայա որ ասենք տունը ունի տեր եւ տնտեսվար հասկացողություն, չէ՞, ցանկացած պետությունն է լավ, որ այդ էթնիկ ընտանիքից է, չէ՞, դարձե պետություն։ Հա։ Հիմա այդ չգիտեմ ով ինչ ասում, բայց ես հասկանում եմ մի բան։ Նախ պետության այդ փող տրամադրելը շատ լավ է, այդ փող վատնելը այլ բան է։ Պետությունը պետք է ունենա այդ մասնագետը։ Եվ այդ երբ որ այդ մշակույթի գործիչը ինքը փող է պահանջում պետությունից, հա, ասենք բյուջեից փող է վերցնում, ինքը պետք է պարտավորված լինի, որ ասենք մաքրեմաքուր, հա, պետություն ներկայացնի։ Ոնց թե փողը տուր ու ես որ ասում եմ դու տերը մի եղի ոնց կլինի։ Բայց այդ տնտեսվարը գիտեք, այստեղ վտանգավոր կներեք, էլի մի վտանգավոր կից կա, որովհետև այդ տնտեսվարը կարող է որոշի, օրինակ, որ գիտեք ինչ կա, ես Անդրանիկ Սարգսակին չեմ փող տալիս եմ պայմանական Պողոսին, որ ասում ես ինչու ասում, դե նրա տակ ավելի լավ են տրճիկ տալիս։ Բառացիորեն տրճիկ են տալիս, ու ավելի շատ մարդ է տրճիկ տալիս։ Հետևաբար պետք է փողը տանք նրան։ Այդ մարդուն ավելի շատ մարդ է լսում։ Ահա, հիմա այդ դեպքում ես քեզ ասեմ, պետությունը ոչ թե մտածում է իրոք իր տնտեսության մասին, այլ մտածում է ձեր ասած տրճիկ տալու մասին, որովհետև ասենք ասում է բան արա, ինքը այսօր ընտրություն վերցնեմ կամ ասենք Երևալու վերցնեմ, որ այսքան մարդ ապարում են, բայց այդ մարդ այդքան մարդ ինչ են ապարում, այդ մարդիկ հիվանդ են, այսքան մարդ երգում են, ինչ են երգում, ասենք երգելով հիվանդացնում ես
Եթե դրան ենք անդրադառնում, հա, ասենք այդ մարդը ուրեմն չի մտածում իրական լուրջ տնտեսության մասին, այ նույն այդ պետություն հասկացողությունը, նախ ինքը պետքա այն հասկացողությունը ունենա, որ այդ վաստակը, այդ գումարը ում պետքա տրամադրի, մասնագետի, թե ոչ մասնագետի, կամ այս մասնագետը որ կա իրականից մասնագետա, թե չէ, կամ այդ մասնագետը այդ գումարը վերցնելով ինչ նպատակին է ծառայելու լուրջ մշակույթին, հոգևոր արժեքներին, հա, տնտեսություն շենացնելու, զարգացնելու, թե ուղղակի դե 100 հոգի մարդ են ապարում։ Հետո բա ինչ ես քու երեխային դու ուզում տանես բարձրագույն հաստատություն, որ սովորի, որ կրթվի, չէ՞։ Փող ես ծախսում, ես իմ քեզ ես վատնում, զոհաբերում ես քո ժամանակը, որ քո երեխան կրթվի, հանուն ինչի, տրճիկ տալու, թե ինքը նորմալ մասնագետ դառնա, հետո գնա դասավանդի կամ մասնագիտություն ձեռք բերի, որ կարողանա միջավայրի մեջ ինքն էլ իր մասնագիտությամբ հանդես գա։ Այնպես որ, չգիտեմ, ես անկեղծ ասած այս տարբերակի հետ կապված, այո, այսօր շատ բաներ կա, որ քեֆչի ենք, ոչ թե իրոք մշակույթով ենք զբաղվում կամ իրականից մեր նպատակը նա է, որ մենք մաքրեմաքուր կամ իրականից հասկանում ենք այս պարը կամ այս մեղեդին ու ուզում ենք դա պահենք, պահպանենք։ Չէ, այսօր առօրյան այնպես է դարձել, հեչ կարելի ասել, գնա մի հատ պարտականության նման, մի հատ պարտականություն անեմ, մի բաժակ ջուրը վերցնեմ կամ, բայց ջերմություն կա, մոտեցում կա, չկա։ Դրան էլ գումարած, այսօր ասեմ, նույն ձևի կա մեր առօրյա բաների այդ արարողությունների մեջ, օրինակ վերցնենք առաջ ժամանակ մարդիկ հարսանիք էին անում, չէ՞։ Հարսանիքի ժամանակ Գերդաստան ամբողջ մասնակից էր դառնում ու իրականից իր մասնակցությունը բերում էր։ Այսօր ես կարող եմ ասեմ, ծնողները ամուսնացնում են իրենց զավակին, բայց իրանք չգիտեն ոնց ուրախանան իրենց զավակի ուրախությանը։ Մարդկանց են ասում արեք երկեք բարեք, մարդկանց են ասում արեք, չգիտեմ, իսկ իրենք հասկացան Աստված թող տա որ շատ վաստակ ունենաք, շատ հնարավորություն ունենաք, իհարկե լավ բան է, բայց դու sense կարող ես ինչ-որ մի հատ գեղեցիկ զգեստ հագնես ու գաս կանգնես քո զավակների։ Այդ մի օրինակ եմ բերում, որ կարելի ասել տարբեր բաների հետ կապված էլի։ Այնպես որ չգիտեմ, իսկ մնացածը շատ վատ է, եթե այս տեմպերով շարունակենք, անկեղծ ասած շատ վատ է։ Չեմ ասում, կան լավ մարդիկ կան, լավ արվեստի մարդիկ կան, լավ նվիրյալներ կան, որոնք իրենց գործը անում են, ինչքան կարողանում են, բայց սրանով մենք եթե որոշենք այն մեծ դաշտը ապահովենք, չենք կարողանում։ Ու դրա հսկողությունը մի անգամ եւս ասեմ պետք է լինի պետական համակարգը։ Ես օրինակ մարդկանց եմ ճանաչում, բնականաբար եւ կամ բարեբախտաբար մտերիմ չեմ այդ մարդկանց հետ, ասում են, օրինակ, երբ լսում են ձեր գործերը, ասենք, նույն Գաթա բենդի գործերը, երբ հետևում էին Լուսահոգի Գինոսյանի արածներին, էլի մարդիկ կան, որոնց հիմա չթվարկեմ երկար կտևի, ասում են, հալավ դե ինչի հետևից եք ընկել, հիմա ինչներից է պետք 21-րդ դարում, հիմա ինչ տարբերություն մարդը ինչա լսում, ինչի տակապարում, ինչա ուտում այդ միջոցառման ժամանակ եւ այլն, հայ ինչ տարբերություն 21-րդ դարում կարևորը մենք խոսում ենք հայերեն, գրում ենք հայերեն, մտածում ենք հայերեն, մնացածը էական չի։ Այդպես է։ Դե հիմա եթե անդրադառնամ այդ որակի մարդկանց հետ, դա էլ որակ է, ես չեմ կարող այդ որակին, ես ավետարան ասում եմ, ես ասում եմ, ովական ջունի թող լսի, ով չէ գա ժամանակը ուշ կլինի։ Ինքը հիմա իր որակի մեջ, ասենք իր արարողակարգի մեջ այդպես է տեսնում եւ ոչ մի դարաշրջան ոչ մեկ ժամանակ էլ ինչքան դարաշրջան գա 21-րդ դարաշրջանն է, ես չգիտեմ որ դարաշրջան էլ որ գա անցնի մարդը պետքա մնա մարդ։ Մարդը պետքա ունենա հարաբերություն մարդկային։ Հետո մարդը ունի իր կենցաղը, որը գոյություն ունի այդ ամոթ ասած հասկացողությունը։ Եվ այդ ամոթ հասկացողությունը պետք է միշտ, որ ասում եմ, աչքիդ առաջ ունենաս ու ականջները ձեն տաս, եթե 21-րդ դարաշրջանը եկեք տկլոր ման գանք էլի։
Այստեղ մեջբերեմ Իսահակյանին, ասում էր մարդիկ ամուսինները այլասերվում են այն ժամանակ, երբ կորցնում են իրար նկատմամբ ամոթի զգացումը։ Ահա, բայց այդ սիրո մասին է, բանն է, հասկանում եք, այդ որ ասեցի էլ, հիմի նայեք, ամենամեծ խորհուրդը պսակադրության խորհուրդն է, որ մենք շատ ժամանակներում մեր հոգևոր ասենց ծիսական արարողության ժամանակ ուշադրություն չենք դարձնում։ Նայեք, եկեղեցի միջև եկեղեցի ինքը ամուսնանալը բան է, թե ժողովրդական ասացվածքների մեջ են, որ ասում են միջև 7 պորտը իրան գիտեին ով էր։ Ու գիտեին այդ գենը, այդ արունը, այդ ամեն ինչը, որ ասենք վերջիվերջո 20 տարի պահել մեծացրել են կամ 22, չգիտեմ, պայմանական։ Ես իմ աղջկան պետք է ամուսնացնեմ, ինքն էլ իր տղային։ Այդ կանաչ կարմիր խաչկապների այդ խորհուրդը պատահական չէր։ Ու մի օր ասես չեն բերնի, որ այդ ամբողջ կյանքի, որ ասում են իր ճանապարհը պետք է դժոխ դարձնեն։ Դրա համար ասում են 7 պորտ գիտեին, տեղյակ էին։ Խնդիրներ կա, էս կա, բայց դրանք ժամանակի հերթին բանն է, պսակադրություն ասում, ինքը կանցնի կգնա։ Հիմա տեսեք, գալիս են պսակի ժամանակ, որ ամենամեծ որ մինչև այդ հոգևորականի մոտ են մոտենում երիտասարդները, որ բացատրում է, լսեք, այս ճանապարհները կա, կարող եք իրար զոհաբերեք որպես տեր եւ տնտես։ Հիմա տեղ ասում են, նոր ժողովրդի ներկայացում ասում են, այ այսօր լավ ես, գեղեցիկ ես, հնարավորությունների տեր մարդ ես, ու շատ ամեն ինչ ունես, բայց վաղվա օրով, մյուս օրվա օրով տարիների ընթացքում կան մեծ ու մեծ փորձություններ, որ դու կարողա չունենաս այս հնարավորությունը, կարողա տկարանաս, կարողա չգիտեմ եւ այլ։ Ասում եմ, տեսեք, Աստվածը կա, եկել է ժողովուրդը։ Տեր ես, հնազանդ ես, բայց մենք անկեց ասած շատ ժամանակներում սենց ձեռ ենք առնում, ժպտում ենք, որ ես ինչ ասում ես մարդը կամ լավ Տերա ջան, սպասի, ուշանում ենք, գնանք ընդեղ են արարողությանը։ Բայց եկել է Աստվածային խորհրդի մեջ, որ ինքը չի էլ պատկերացնում։ Հիմա այս նույն ժամանակահատվածում ես չեմ մնում 18 տարեկան, չէ, գնալով մայրամուտ եմ գնում։ Այդ 21-րդ դարի հետ կապ չունի։ Խնամք որպես խնամք ես ու սերը իրականից սերը հենց ստեղծում է երբ որ երկու մարմին դառնում են մի մարմին, հա, տեր եւ տնտեսվար։ Այդտեղից երբ որ երկուսը սկսեցին իրար խնամել, այ ապրում են աստվածային սիրո մեջ։ Ուզում ասի որ ներողություն, եթե հանգարցակի վաղ, չգիտեմ, այսօր մեծ հնարավորություն ունեիք, կորցրեցիք հիմի դու խնամում ես քո ամուսնուն թե չէ, իսկ ամուսին որպես տեր դու խնամում ես քո տնտեսվարին տիկնոջը թե չէ, սրա մասին է խոսում։ Իսկ այսօր կներես 21-րդ դարաշրջանում հատկապես Եվրոպայից եկավ, ինչ այլասերություն ասես կա, կուզեմ կապրեմ քեզ հետ, չեմ ուզի չեմ ապրի, կուզեմ այլ սերերի հետ եւ այլ։ Բայց ինչ է անդրադառնամ դրան, ասենք ես հիմա ուզենամ ասեմ Աստված ինձ արել է այս կերպարից մեջ, ես ասեմ այս կերպարի մեջ չեմ, մորս արարել է այս կերպարի մեջ, ասեմ մայրս չի, ասենք այդ որակի մարդկանց հետ կներես չեմ կարող ես։ Այդ որակի մարդկանց մասին չէինք խոսում, բայց լավ։ Հիմա տեսեք, Սարգսակ, նայեք, մենք խոսում ենք ընդհանուր առմամբ մշակույթի նկատմամբ վերաբերմունքի մասին։ Մի անգամ էլ հարցս մի քիչ վերաձևակերպելով, ասում եմ, լավ, ինչ տարբերություն։ Այդ ձեր ասած տղամարդ, կինը։ Ինչ տարբերություն։ Ես ինչի տակ եմ ուրախանում, ինչի տակ եմ տխրում։ Կարևորը ես եմ, ինչ որ ես կամ։ Հիմա ըստ ձեզ, այս մոտեցումը ինչով է սխալ։ Այսինքն, եթե ես կոմիտաս չեմ լսում, պայմանական եմ ասում, ես որ որևէ մեկին չվիրավորեմ։ Եթե ես կոմիտաս չեմ լսում, եթե ես Շարատալյան չեմ լսում, եթե ես ձեզ չեմ լսում, Գագիկ Գինոսյանի պարը չեմ նայում, դրանից իմ էությունը, իմ բնույթը փոխվում է։ Չի սեր ասում, բերեմ ավետարանի ասացեն, որը ձեզ չի խանգարում, ուրեմն ինքը ձեր անձն է։ Հիմա ինքը շատ ժամանակներում այդ ռիթմիկան բանը լսում է, չէ՞, ռիթմիկան, եթե այդ ռիթմիկան իրեն չի ապականում, իրեն չի վնասում, ուրեմն ինձ էլ չի վնասում։ Ինքը պետք է հասունանա, որ ասում է, ես ասում եմ ով ականջունի, թող լսի, ով չէ, գա ժամանակը
ուշ կլինի այսինքն այդ նույն ռիթմի տակ ինքը վնաս չի անում այդ նույն ռիթմի տակ ինքը ոնց որ ասած իր ոնց որ ասեմ երակները ուրիշ բան է տանում որը դա իրենն է ասինքն կա տարբեր ոճի տարբեր ժանրի կատարումներ ճիշտ է ինքը դա է լսում ու թող լսի բայց ինքը որպես գիտակ այդ դրան էլ անդրադառնամ եթե կուզեն ասի ես հայ եմ ես չասենք կոմիտաս հա լավ մեր բանն է տարածաշրջանի հայ մարդու ոնց որ ասած գեղչուկ երգն է կամ պարն է դու էլ որպես հայ մարդ հա որպես հայ մարդ ինձ թվում է պետքա որ գոնե որ ասինքն չի հասկանաս քոնն է գոնե որ պարումը հասկանաս քո պարն է լավ դու դրան հələ հասու չես օրինակի համար կամ բան սրա այս բաշակի աստեցության ես դու լավ բանի տակ ես մնա դրա մեջ հիմա ես որ գնում եմ միջազգային փառատոների օրինակի համար տարբեր ազգերի հետ շփվում եմ տարբեր ազգերը իրենց մշակույթն են ներկայացնում ես էլ եմ ներկայացնում ասենք բաներ կա իմ համար հաճելի է ընդունում եմ սովորում եմ չէ այդ նույն ձևի ռիթմ կա շարժում կա չգիտեմ երանգ կա ընդունում եմ այդ վերցնում եմ բայց դա իմը չի դրանով էլ եմ ես ինչ որ ձև կարելի ասել իմպրովիզացիաներ անում կարող եմ ասեմ որ ինչ որտեղ բան եմ հանգստանում եմ հա բայց այդ չի նշանակում որ ես անտեսել եմ իմը բայց այդ չի նշանակում ես ինչ եմ բեր այստեղ ներկայացնում չի նշանակում որ ես ասենք իտալացի եմ ես հայ եմ դրա մասին խոստիներ չի կարող իսեր ասու թող լսեն ես միշտ էլ ասել եմ իմ հարցազրույցների մեջ հիմա էլ ասեմ թող աստվածտա ցանկացած մարդ իր մասնագիտության մեջ առաջին հերթին այն նախ առաջին հերթին հայերեն որպես հայ եթե դրան են կանրանում մնացածն էլ ինչքան լեզու սովորեն ինչքան չգիտեմ հնարավորություն ունենան բաներ ուսումնասիրելով ես այնքան ուրախ կլինեմ Չէ, ես էլ ուրախ կլինեմ, Աստված իրանց հետ ինչ ուզում են թողանեն, բայց չանեն իմ հաշվին կոպիտ ասած։ Հիմա, օրինակ, իմ հաշվին է, եթե ինչ որ մեկը տասնամյակներով արդեն կամ մարդիկ, մեկի վրա չկենտրոնանանք, ասենք օրինակ քրդական երաժշտությունը մատուցվում է որպես ասենք ձեր ասած տարոն աշխարհի երաժշտություն, մասնավորապես ասնո երգեր, պարեր եւ այլն, սա ըստ էության ձևախեղում է իմ ընկալում է իմ մասին, չէ՞, այդպես է ստացվում թե չէ։ Այո։ Չէ, նայեք, հիմա ինքը իր ձևի մեջ քարոզում է, ինքն էլ իր քարոզներով քարոզում է քրդական, չէ՞։ Հիմա նույն ձևի այ դրան քրդական։ Չէ, ինքը չի կարողանա ասել։ Գողակասի ես հանցագործեմ։ Նայած մեկ ազնիվ գողեր լինում։ Այ ազնվության մեջ է։ Դրա համար ես ազնիվ ասեցի կա տարբերակ, որ քովի ապրել ենք, վերցել ենք, երկել եմ, իմը կարող եմ ասեմ, վերցել եմ, երկում եմ սենց։ Դա ազնիվ վիճակն է։ Եվ դրանից հետո չեմ շարունակում, եթե գրագետեմ, եթե հասկանում եմ, եթե ստեղծագործող եմ, առավել եւս արդեն մնում եմ դրանից հեռու, սկսում եմ իմը քարոզել կամ իմը ստեղծագործել։ Ու եթե հարկ լինի, այո, իհարկե, քրդական էլ կերքեմ, իտալական էլ կերքեմ, կպարեմ էլ, ինչի՞ չէ որ։ Այստեղ նվաստացնելու մասին չէ, ես չեմ ասում քրդականը լավը չի, իտալականը լավը չի։ Ես հասկացա, այստեղ մեր խնդիրն է, որ մենք թողած մերը ու որը մերը պետք է պապանվի առաջնային լինի, ավելի շատ բերում սերմանում են քրդական, իտալական, ես իմ ինչ։ Սա է, դա էլ պետք է այսպես եթերներ շատ լինեն եւ լուրջ գրագետ արվեստի մարդիկ կամ տարբեր մասնագիտության տեր մարդիկ բարձրաձայն են առանց վախենալու, առանց ամենչելու։ Եղբայրս ես, մնա եղբայրս, եղբայր ենք, մնանք եղբայր, բայց արի այս դաշտի մեջ, երբ որ սերմ ենք ցանում, ուրեմն մեր սերը մնա մեր սերմը։ Եթե մոլախոտ կա, այդ մոլախոտը ոնց էս հանում, այդ մոլախոտերը հանենք դնենք մի կողմ, մեր ազգային սերմնա, ժողովրդական սերմնա, դասական սերմերը դրա վրա մենք աշխատենք, որովհետև դա է մեր զորությունը, դա է մեր իրական աշխարհը, դա է մեր դեմքը ամբողջ աշխարհի կամ ամբողջ մարդկության դեմ։ Եթե որոշում ենք սա լավ, եթե չէ նես դառնում ամեն մակ ոնց ուզում է իր ձևի մեջ ապրում է վաստակ ունենա, ապրի պրծավերջ։ Հիմա տեսեք, ես նման դեպքերում սիրում եմ այդ օրինակը բերել, ընդ որում բերում եմ տհաճությամբ, սիրում եմ զուտ որպես օրինակ։ Քչերը գիտեն, որ օրինակ ազգագրության ինստիտուտում կա
3000-ից ավել կոմիտասյան մշակույթ, 3000-ից պրակտիկ կյանքում օգտագործվում այդ մշակումներից 30-ից 50-ը տարբեր հաճախությամբ եմ ասում 30-ից 50-ը 3000-ից այսինքն մենք ունենք մի հսկայական շտեմարան որի մասին մոռացել են բացի մասնագետներից ընդ որում նեղ մասնագետներից համարյա բոլորը հիմա սրան զուգահեռ այն օրը իմ ծանոթներից մեկը մի քանից ավելի ճիշտ էքսպերիմենտ էին արել հարստական բանականության մասնավորապես ChatGPT-ին խնդրել էին ինչ-որ հայկական երաժշտություն ստեղծել պատկերը զարհուրեցնող էր որովհետև դրա մեջ կար ամեն ինչ բացի հայկականից հիմա այս դեպքում այելի վերադառնանք պետության դերին պետությունը ինչ պիտի անի սեփական ընդ որում եթե մենք ասում ենք ազգային պետություն ենք իսկ մենք ազգային պետություն ենք սեփականը ազգայինը հանրահռչակելու համար որ ասենք չգիտեմ որևէ իտալացի իրան էլ չթվա որ այն քրդականը որ ինքը լսում է հայկականը ասեմ բայն խեճ ու կրակ կոմիտասի կյանքը որ նայենք չպատմենք որտեղից եկավ դարձավ կոմիտաս այդ նույն քրդերի մեջ էր չի ապրում քրդերեն էր խոսում չէ բայց Աստված այդ շնորհները տվեց որ ինքը գա տարբեր տեղերից բանահավաքությամբ զբաղվի չասեմ էլ որ ինչ խոչընդոտների կամ ինչ որ բաների առաջ չպատմենք այդ ամեն ինչը լավ գիտենք մեր դարդը մեր ցավը մենք մեր տունը մենք ավելի լավ գիտենք բա ինչ ասես վերջին բան եկավ ասեց Աստված ինձ տվելա տալիս են վերցնող չկա հիմա իմ համար եմ երկելու հիմա տարբերակա հնկեց ասեմ ես շատ ժամանակներում իմ համար եմ երկում մեր տան մեջ այդ բանով չեմ ուզում ասեմ կոմիտաս եմ կամ ինչ եմ ես էլ իմ փոքրիկ տենց ասած մասնակցությունը ունեմ հետո իմ փոքրիկ ասելով փառք եմ տալիս ասում որ իմ նախնիների այն իրական աշխարհը կարողանում եմ որպես կրող շարունակեմ դրան զուգահեռ այ այստեղ շատ լավ եկավ հասա որ այսօր այն հնարավորությունը կա որ պետություն հասկացողությունն է որ ասում է փող տամ ուրեմն այդ արխիվները կա այդ մշակույթը կա ցանկացած են իրական որակյալ հա մեր պետության հետ կապված ինքը պետքա փողը տրամադրի ասի գիտեք այս արխիվներից անեք ձայնագրեք չգիտեմ լավ երգչախումբ կազմակերպեք կամ չգիտեմ խմբեր որոնք պետք է ապարեն երաժշտական նվագարան ստեղծեք հա ու այդ նվագարաններին տան համապատասխան գումար ձայնագրեն ու ամբողջ դաշտը հեղեղեն բան այդ մշակույթով այս սա է բան պետության խնդիրը իսկ երբ որ երիտասարդները չեն լսում ով ասում է ով որ չի անում ասում է չեն լսում գիտեք արդարանալու համար ամեն ինչ կարելի ասել մարդը չի ուզում աշխատի իրականից չաշխատելով ուզում է վաստակ ունենա ու ապրի հասկանում ես, դա չի լինելու։ Ու դրա համար արդարանալու համար ասում է երիտասարդը չի լսելու։ Դրա համար էլ որ քիչ առաջ որ ասիկ դե 21-րդ դարնա ոնց ապրենք, ուրեմն իրանք հասցրեցին այն աստիճանի, որ ընտանիք հասկացողության մեջ ամոթ հասկացողությունը որ ասի չկա, ասենք երեխան կարողա ծնողին այսօր այնպես պատասխան տա, որը սենց ասած բանել, այդ նույն ծնողը համարում է դա ճիշտ է, էլի ու ինքը այդ երեխեն այնքան է հասունացե, ոնց որ ծնողը ինք լինի, երեխեն հակառակ։ Ուրեմն այդ դիստանցիան պետք է պահվի։ Երեխան ինչքան էլ զարգանա, ինչքան էլ, չգիտեմ, մեծանա, ինքը պետք է հասկանա, որ տան մեծ կա, մեծ ու փոքր հասկացողություն կա, այդ դիստանցիան պետք է պահվի ու եթե ուսում կա, կրթվել ես ավելի լավ, քո կիրթ վիճակը կարողացի հիմա դու մատուցես, թե քո ծնողին ներողություն, թե քո միջավայրին։ Իսկ այդ պարագային ցանկա այդ ինչի կարելի է ներողություն մուսուլմանը 3 տարեկան երեխանին տանի մեջիդ նամազ անեն օրը 5 անգամ լսեն իրանք ու պատկերացեք դառնում է 25 տարեկան ու այդ ասենք են ներքին իրենց այդ աղոթքները իրենց մոտեցումը ինչ է բերում իսկ մենք ինչա չենք ունել ես որտեղից եմ սովորել ես ո՞նց եմ պահպանել ես այդ ո՞նց էի լսում ես ումից էի լսում բերնե բերան եկավ ես սովորեցի լսեցի
հաճելի չէր իմ համար 6 երեխա ենք մեր տան մեջ եղել հաճելի չի կամ մեր գյուղում որ ապրել ենք այդ մեր գյուղացիները մի 4-500 տնտեսություն է հաճելի չէր այդ մեր երիտասարդներին որ այդ նվիրումը կամ ամեն ստեղծագործության մեջ նախ եկեք անդրադառնանք դրան ինչ ասում կարոտի երգ օրորոցային երգ հայրենասիրական երգ գաղթի երգ չգիտեմ այս ամեն ինչը Սիրո խաղեր հա խաղ-պար երգեր ո՞ս կարելի է մարդը չսիրի ինչա լսում այսօր այս երիտասարդը ինչա չլսում նարգիլա ծխի հետո ես իմ ինչ որ բաներ հետո հա այդ գիշերային ակումբներն է մենակ լավ երիտասարդները բանջասիկ իրանք լավն են ուղղակի մենք մեզ լավ չենք չէ ես երիտասարդներին չեմ ասում երիտասարդները շատ լավն են ասում բան դաս պետք է տաս կրթես որ այդ երեխեն այդ որ պատական չասի նամազեր անում այդ սերմը որ դնում ես իրեն պետք է կարողանաս աճացնես որ լուրջ պտուղ տա բայց դու լուրջ ծառ պիտի լինես որ ինքը նայի քեզ ասի ես քո նման ծառ եմ ուզում դառնալ բա ինչ ասեցի հա չափը ճանաչի կարքիդ մեջ մնա չափը ճանաչում եմ շնորհակալություն զրույցի համար հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Անդրանիկ Սարգսակ-Մանուկյանը երկիչ երգան ես պարզապես Լևոն Սարդարյանն եմ կհանդիպենք արդեն երկու շաբթի օրը նույն ժամին նույն վայրում հաջողություն եւ համբերություն բոլորիս